Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Ձայնագրվել է նոր երգ նվիրված հատուկ տարեց հավերի համար, այն կոչվում է Պարհավ յարս։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում Armenian Evening հաղորդաշարը, ինչպես միշտ 5 շաբթի ժամը 22:30 կամ ինչպես այստեղ ասում են 10 PM 10:30 PM մենք միասին հավաքվում ենք, իհարկե հյուրընկալում ենք շատ հետաքրքիր մարդկանց, ճանաչված, սիրված, հաճելի հարցազրույց եւ իհարկե անակնկալ մեր հյուրի կողմից մի խոսքով այն ամենը կլինի ընդամենը մի քանի րոպե անց հենց այստեղ մեր տաղավարում, այնպես որ դուք այս պահին դիտում եք Armenian Evening, մենք ոնց որ ասած սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը։ Դուք ունեք վնասակար սովորություններ, ունեք կախվածություն եւ ցանկանում եք ձերբազատվել կամ ձեր շրջապատում կան նման մարդիկ, ովքեր ունեն նման խնդիր, ապա 911 Detox Center այն կազմակերպությունն է, որը կօգնի ձեզ։ Տարիների ընթացքում մարդիկ պրոֆեսիոնալներ, ովքեր աշխատում են այս հիմնարկությունում, այս կազմակերպությունում, շատ եւ շատ մարդկանց օգնել են, վերադարձրել լիարժեք կյանքի։ Այնպես որ եթե կա խնդիր, 911 Detox Center-ը կվերացնի այդ խնդիրը։ Հեռախոսահամարն է 409 909111։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը։ Այս հրաշալի վայրում, այս հրաշալի հյուրանոցային համալիրում դուք կարող եք առաջին հերթին լավ ժամանակ անցկացնել, հանքային տաք ջրեր, տաք ջուր, մեր սիրված տաք ջուր, հանքային տաք ջրեր, լողավազաններ կան հանքային տաք ջրով, նույնպես կարող եք իհարկե այդ ամենը կարողանաք ձեզ հանքային տաք ջրերում ներխուժեք եւ ժամանակ անցկացնեք եւ պարզապես իրոք այս հյուրանոցային համալիրը անմոռանալի ձեզ ժամանակ կտրամադրի, այնպես որ դուք նույնպես զանգահարեք այս ամենը ականատեսը լինելու համար, խոսել պետք չէ, պարզապես պետք է լինել այնտեղ։ Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիր, որտեղ հանքային տաք ջրեր, լողավազանները եւ իհարկե լավ ժամանակ։ Հեռախոսահամարն է 760-329-6033։ Եվ շատ արագ ընթերցեմ այսօրվա մեր ընդգծված նորությունները եւ այնուհետեւ արդեն սիրով ներկայացնեմ մեր հյուրին։ Օրերս Միացյալ Նահանգներում Ատլանտա Լոս Անջելես թռչող ինքնաթիռում մի տղամարդ կծել է ուղևորներից մեկին եւ մյուսներին սկսել հարվածել։ Ըստ երևույթին ում կծել է համը դուր չի եկել, դրա համար սկսել է մյուսներին հարվածել։ Ֆինլանդիայի գարեջրի գործարանները 6 օրյա գործադուլ են հայտարարել։ Այն հարցին, թե ինչու հենց 96 օր գործարաններից պատասխանեցին, որ մոտները 6 օրվա ուտելու փող են մնացել։ Այսքանն են մեր այսօրվա նորությունները, սիրելի հեռուստադիտողներ, իսկ ընդամենը մի քանի վայրկյանից սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Եվ այսպես Armenian Evening նախագծի այսօրվա հյուրն է սցենարիստ, պրոդյուսեր, իմ շատ լավ ընկեր Արմեն Վարդանյան։ Արմեն ջան, բարի երեկո։ Բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ, շատ ուրախ եմ, որ հանդիպեցինք այստեղ։ Ես կասեի Արմեն Թադևոսյան եւ Արմեն Վարդան, սա ոչ միայն Armenian, այլև Armenians Evening-ը։ Ուրախ եմ, որ հանդիպեցինք երկու հայ, բացի ամերիկանան, եթերում են հանդիպում իրար։ Շատ լավ, Արմեն ջան, շնորհակալ եմ իրոք հրավերքս չմերժելու համար։ Մենք բազմիցս շատ իհարկե շատ շուտվա ընկերներ ենք, բայց այսօր նաև կա մի շատ հետաքրքիր առիթ, որը տեղի ունեցավ վերջերս եւ անպայման մեծ սիրով կուզենամ անդրադառնանք, խոսենք այդ ամենի մասին, հենց այստեղ գտնվում եմ գիրքը վերջերս քո տպագրված, Արմենի տպագրված գիրքը, որը կոչվում է Մի անգամ Երևանում, այսպես ասած, մի անգամ Ամերիկայում, մենք խոսում ենք մի անգամ Երևանում։ Այո, Երևան։ Արմեն ջան,
իհարկե դուք խնդրեմ մի քիչ մանրամասնես եւ ասեմ որ ինձ շատ հոգեհարազատ թեմա է իհարկե Ես շատ դուրգ է ինչպես նաեւ դուրգա բոլոր այն հեռուստատողներին ովքեր 90-ականները տեսել են Երևանի 90-ականները հատկապես 93-ի ծմերը գրքի վրա աշխատում եմ արդեն 9 տարուց ավել այո վերջապես որոշեցի որ այն պետք է լույս տեսնի 90-ականների երիտասարդության մասին է արգելի հեռուստատողներ երկու եղբոր պատմություն է փոքր եղբայրը այսպես բանասիրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող սրամիտ ճարպիկ գեղեցկադեմ կանանց սիրելին աղջիկների սիրելին ՈՒՀԱ-ի մասնակից ԿՎՆ-ի իսկ մեծ եղբայրը այդ ժամանակվա երիտասարդության մյուս բևեռի ներկայացուցիչը թաղային հեղինակություն ըմբշամարտիկ տաղանդավոր եւ այդ երկու տարբեր բևեռներով փորձել եմ ներկայացնել 90-ականների երիտասարդությունը ինչ որ մենք տեսել ենք, կրել ենք եւ հիշում ենք։ Այո, ես իրոք ուզում եմ քեզ շնորհավորել, որովհետեւ սա իրոք շատ հոգեհարազատ թեմա է, առասարակ այդ անցած ճանապարհը ես գիտես միշտ գնահատում եմ այն մարդկանց, ովքեր ում հետ անցել ենք ճանապարհում, հետ անցել ենք ուղի եւ ովքեր չեն մոռանում այդ անցած ճանապարհը, ցավոք կյանքը այնպես է ստացվում, կյանքում այնպես է լինում, որ այդ ամենը մոռանում են որոշ մարդիկ։ Լինում են մոռացողներ, այո, լինում են։ Բայց մենք հիմա չենք ուզում անդրադառնանք, որովհետև մենք ավելի լավ բաների մասին ենք խոսելու եւ մի անգամ Երևանում ահա հենց այս գիրքը, իդեպ Միացյալ Նահանգներում հնարավորություն կա հասարակ գիրքը ձեռք բերել, թե նախատեսվում է, ես ասեմ հիմա այստեղ ես որպես զբոսաշրջիկ եկել բարբերաբար գալիս եմ, այո, բայց նախատեսում եմ, որովհետև շատ են հարցնում, մի քանի օրինակ ընկերներիս այստեղի բաժանել եմ, դե այն մարդիկ ինչ տարբերություն ԱՄՆ-ում են բնակվում, Եվրոպայում թե Մոսկվայում, եթե 90-ականները տեսել են, սա իրենց հետաքրքիր չնայած շատ կցանկանայի, որ երիտասարդներն էլ կարդան։ Այնպես որ մոտ ապագայում կփորձենք կազմակերպել վաճառք, երբ որ դրա բոլոր իրավական իրավունքների մեջ լինենք հնարավոր։ Այո, դե եթե լինի իհարկե շատ լավ կլինի Արմեն ջան, որովհետև կարծում եմ դե գաղտնիք չէ, թե որքան մարդ էստեղ հենց 90-ականներից։ Այո, կան։ Թողնելով այո, կան եւ նրանք ավելի են հիշում։ Գիտես, ինչպես առաջացավ ընդհանրապես ինչպես գրել, ես որպես նախկին սոցիոլոգ մասնագիտությամբ, գիտեմ, սկսեց հետաքրքրել, երբ որ մարդիկ 90-ականներից խոսում էին, հիշում էին մենակ ձմեռը։ Ասենք այդ 90-ականներին գարոնել է եղել, ամառել է եղել, նորմալ չէ։ Բայց եւ հատկապես 93-ի ձմեռը, այդ որ իսկապես բլոկադա էր, պատերազմ, ու փառք Աստծո հաղթական պատերազմ, երկրաշարժի հետքերը դեռևս միջև որոշ չսպիացող վերքերը, այո։ Եվ այդ ժամանակ թիկունքը ապրում էր, որովհետև երիտասարդություն էին անում, միտինգի ժամանակ մասնակցում պատերազմին եւ սովորում էին բոլորը։ Ինչ են մարդիկ հենց մենակ ձմեռը հիշում, այդ դժվար ձմեռը, որ 20-րդ դարում դու որևէ երկրի մայրաքաղաքում էգզիստենցիալ խնդիր ունեիր ապրելու ուղղակի, կացինով փայտ բերես, որ մայրդ, քույրդ, եղբայրդ չսառի հացի հերթ կանգնես, որ կարողանաս հաց ճարել, դու մայրաքաղաքում ես։ Այսինքն շատ այսպես մի տեսակ էկլեկտիկ ու բարդ դժվարին կյանքի մեջով ենք անցել։ Ես գտա, որ պետք է անդրադառնալ, բայց չուզեցա դա փաստավավերագրական չցանկացա այդպես լինի, ես քանի որ սցենարիստ եմ մասնակցությամբ, սյուժեն արդեն ասում են, որ հետաքրքիր է ստացվել, կարդում ասում են ֆիլմ է, Աստված հետագային ֆիլմ էլ լինի։ Օ, ես այո, իդեպ չնայած ընդամենը այսպես որքան ժամանակ էր, 1 ամիս, չէ՞, 1 ամիս է ինչ լույս է տեսել։ Այո, համարյա 1 ամիս, այո, բնակ ով իհարկե կա։ Ես առայժմ իհարկե այդ հաճույքը ընդամենը շատ շուտով որտեղ կկարդամ, բայց ամեն դեպս ով կարդացել է իրոք շատ մեծ ողջավորությամբ եւ կարծում դա նույնը կլինի անպայման ինձ մոտ, որովհետեւ իրոք 90-ականները այն տարիներն էին, որ մենք հիմա որոշակի առումով ինչ որ հումորով ենք վերհիշում շատ հարցերում, բայց դա տարօրինակ է, որ հումորով ես ուզում եմ մի էջ ունեի իմ հաղորդմանը, չէ՞, մենք եղել ենք այն մարդիկ, որ եւ այո, որ հիմա մտածում ես, բայց այս մենք ենք եղել։ Բայց դու շատ ճիշտ ասեցիր, մենք այն ժամանակ ունենք ոգի, մենք այլ
համակարգում ենք մեծացել, ավելի ուրիշ ենք եւ որոշակի առումով ես շատ ափսոսում եմ, որքան է ծանր տարիներ էր, բայց ես շատ ափսոսում եմ, որ մենք հիմա այն ոգին, այն չենք, ինչ եղել ենք այդ 90-ականներին, բայց դե հիմա կյանքը շարժվում առաջ է։ Շատ բաներ այո փոխվեց։ Շատ բաներ փոխվեցին։ Արին ջան, մենք խոսենք իհարկե գրքին կանադառնանք, հիմա ուզում եմ մի քիչ զրուցենք, արի մի հատ վերհիշենք մեր այն հին անցյալը, առասարակ ոնց սկսվեց այդ ամենը։ Դե բնականաբար չեմ կարող չանդրադառնալ, իհարկե բումը սկսվեց հեռուստաէկրաններին, երբ հայտնվեց Բեռնար Շոուն, բայց մինչ Բեռնար Շոու արի անդրադառնանք, որովհետև դուք երիտասարդներով ստեղծեցիք մի հրաշալի զսպանակ, որ Սկիզբը որպես այդպեսին հերոստատեսային ընդհանրեցի թե Այո, լսում եմ քեզ։ Այո, հմեկի եթերում զսպանակով, բայց միջև զսպանակը հավաքվեց ջոկ շոուի հիման վրա, որը ստենդափերները մենք 93-94 թվականին ստենդափ ենք արել։ Ստենդափ, հասկանում եք։ Բոլոր կանոններով Հայաստանում, երբ որ դվիժոկով էր հոսանքը միանում եւ այլը, բայց մենք ստենդափ ենք անում եւ մրցույթ էր դա, 4 ստենդափերը մրցում էր դերասանի հետ եւ պարոդիստի հետ, այն ժամանակ նմանակումներ կան։ Ինչ որ շատ տարիներ հետո հիմա մենք տեսնում ենք նաև ռուսական ալիքներով, եւ այդ ջոկ շոուի հիման վրա հետո եղան համալրումներ ու հայիստներ միացան մեզ Ես ուզում եմ անպայման մենք ողջունենք մեր շատ լավ ընկերներին ու մեծ ծանոթացանք Դավիթին Թորոսյան, իհարկե Արտյոմին Մարկոսյան, Գրիշային Սանդալը, Ալբերտին Արշակյան, Արտակին Վարդանյան, բոլորին ասեցի, Կարենին Հակոբյան, այո, շատ լավ ընկերներ։ Բայց լավ, ոնց գաղափարը առասարակ զսպանակի ստեղծվեց եւ գիտես, դե զսպանակը դա հաջողված պրոյեկտներից էր, որովհետեւ զսպանակ հիմա որ մենք ասում ենք զսպանակ, այդ դա 90-ականների բրենդ էր, որը բոլորս մի հատ հիշում ենք այդ ամենը, այսինքն կային ինչ-որ բրենդեր, հաղորդումների նույն իհարկե ես կարող եմ նշել նաև 220 վոլտ հաղորդում։ Այո, այդ ժամանակվա բրենդերից նաև զսպանակն է, այո, զսպանակը։ Ոնց եղավ, որն էր հաջողությունը այդ։ Մենք փորձում ենք դուք էլ բոլորն էլ այդ ժամանակ փորձում էին նորություն անեն, այո, տարբերությունը մեր ստեղծագործական հիմա ոչ թե մեծացել ենք, ասում ենք, այ բան չէ։ Հիմիկվա սցենարիստներ ունեն առավելություն, նրանք կարող են մտնել, շատ արագ տեսնել ամեն ինչ որ պետք է, որտեղ ինչ արում, բայց նրանք ես իմ, այսպես ընկերներին էլ երիտասարդ հորդորում եմ, որ այ մի նայեք, որտեղ ինչ են անում, դրա նման արեք, ինչն է տարբերությունը։ Էլի հա, ընդունված ֆորմատ արեք, բայց մի բանով տարբերեք։ Հիմա նույն այդ ժամանակ էլ եղավ 220 վոլտ եւ զսպանակը մենք որոշեցինք անել սկեթչ շոու, ոչ թե անեկդոտների, այլ ուղղակի գրված սկեթչ շոու թեմատիկ ուղղվածությամբ։ Եվ քանի որ այդ ժամանակ մենք բոլորս ցուկերի ազդեցության տակ էինք, երկրորդ պլանի համար, երկրորդ պլանի կադրի գեկերի համար ուշքներս գնում էր, միջև օրս է զսպանակում կան կադրեր, որ նայում ենք ուղղակի ծիծաղալ է, որտեղ նկարը հանել ենք ֆուտբոլային դաշտ, խաղում են երկու թիմեր, բայց երկրորդ պլանում պիկնիկ է, մարդիկ իրար հետ գնդակ են խաղում, դա միշտ բոլոր տարիներին ծիծաղալու։ Այդպես որպես նորություն փորձեցինք դա անել եւ ստացվեց, որտեղ դա էլ ինքն էլ իր հերթին հետագայում ուրիշ նախագծերի բոլորիս համար տրամպլին դարձավ։ Հետո գիտես նաև ինչներ կարծում Արմեն ջան հաջողությունը, որովհետև այն ժամանակ, երբ որ մենք ինչ-որ բան ստեղծում էինք, մենք առասարակ չէինք մտածում փառքի մասին, չենք մտածում Երևան, որից տեսնեին մենք փողի չենք ընդհանրապես, իսկ մենք երիտասարդներ էինք, ովքեր ցանկանում ենք ինչ-որ մի բան անել, այո, շատ ճիշտ ես ասում, նորություն, մի բան անել, ստեղծել, ստեղծագործել։ Դա էր առաջի հերթին նպատակը։ Հիմա իհարկե չնայած դաշտը շատ մեծ է, այսինքն այսօր բնականաբար հնարավորությունները շատ են, բայց այնուամենայնիվ շատ ճիշտ ես, այդ նոր բանը իրոք պետք է գտնել այդ նոր բանը, ոչ թե կրկնօրինակել եւ շարունակել այդպես։ Բայց հետո որքան տևեց զսպանակը, այսինքն նախագիծը քանի տարի գոյատևել։ 97-ից մինչև 2000 թվականի համարյա, որտեղ 2000-ին արդեն մենք ես եւ Արտյոմ Մարկոսյան 99-ին կամ 8-ի վերջում չեմ, եթե շարում Ամերիկայի Միացյալ Նահանգներում համերգ ունեցանք զսպանակը եկավ երկրորդ անգամ այդ ժամանակ առաջինը ես եւ Արտյոմը վերադարձանք, բոլորն էլ վերադարձան իհարկե, առաջինը ես եւ Արտյոմ Մարկոսյանը վերադարձանք եւ հրավեր եղավ Armenia TV-ի կողմից, բայց ոչ որպես միանգամից շոումեն, այլ սցենարիստ, երջանկայի շատակ Ռոբերտ Մավիսակալյանի երեկոն շոուն Ռոբերտ Մավիսակալյանի հետ ծրագրում որպես սցենարիստ։ Հետո
արդեն հանրայդ իտալական Strescia հաղորդման հիման վրա, այո, մենք ստեղծեցինք հայկական տարբերակը, որը կոչվեց Bernard Show։ Քանի տարի է Bernard Show-ն, էլի ահագին։ Bernard Show-ն խփել է շատ ռեկորդներ հեռուստատեսային, մենք 4 տարի, 5 տարի, բայց 4 տարի շաբաթը 5 օր, ամեն օր ուղիղ եթերում, այո, ամեն օր թարմ գրված սցենարով։ Որից հետո դադար եղավ ուրիշ ծրագրով ֆուրերը, որից հետո էլի մի տարի վերադարձանք Bernard Show, էլի շաբաթը 5 օր, ես հիշում եմ, որ Ֆրանսիայում նկարահանումներ էինք, Դմիտրի Նագիևը հայտնի, որ մեր գրաֆիկի մասին իմացավ, այո, ճշտեց ինչ որ ուրիշ բաներ օգտագործում եք թե ոչ, մենք ասեցինք ոչ, հորս արև, այո, եւ նա ասեց դուք ուղակի вы сумасшедшие ребята, դա ձևով, իսկապես խելագարության պահեր կային։ Չէ, իսկապես, որովհետեւ երկար էր հաղորդումը մոտավորապես 1 ժամից ավել է, չէ։ Համարյա այո, 1 ժամ 10 րոպե, իր տարբեր բլոկներով էսպես յուրաքանչյուր առանձին սցենարական ուղղվածությամբ։ Եվ այո, 1 ժամ 10 րոպե, շաբաթը 5 օր ուղիղ եթեր, դա մի հսկայական աշխատանք է, լավ, բայց դա հələ հարցի մի կողմն է, անել մի նախագիծ, որը Արմենը շատ ճիշտ է ասում, դե բոլորս իհարկե հիշում ենք, թե որքան ինքը Bernard Show-ն որքան սիրված էր հաղորդումը եւ պրակտիկապես այսպես բոլորը անընդհատ սպասում էին այդ հաղորդմանը, որպեսզի դիտեն, այո։ Մենք ճիշտ է, մենք 5 տարի կորցրեցինք մեր ասենք մեզ 4 շաբթի, 3 շաբթի, ոչ մի ծնունդ, ոչ մի տեղ չէին հրավիրում։ Այո, կար շաբաթ եւ կիրակի, դա շաբաթորն էլ ընդհանուր հաջորդ շաբաթվա այդ պլանիրովկան էինք անում։ Մի հատ կիրակի, որ գումարը աշխատում ենք, բայց չգիտենք որտեղ ծախսենք, ծախսելու տեղ չկար։ Հիշում եմ ես մեքենայի ձեռք բերել ML այն ժամանակ Jeep ML, որը կար քաղաքում, բայց քիչ էր, բայց ժամանակ չկար քշելու, այո։ Ես տեղ էի, ասում եմ արդյոք մեզ այսինչ ռեկվիզիտն է պետք, ես հիմա կքշեմ եւ երրորդ մասից կգամ։ Ասում եմ դրա նմանը կա, ուր ես գնում։ Բայց ես ինձ պետք էր այդ մեքենան առել եմ, որ քշեմ։ Ժամանակ չկա քշելու։ Ես ինչ որ այդ դա ուներ իր դրական եւ բացական կողմերը։ Այդ առումով եթե օրինակ ես պատկերացնում եմ մի քիչ ասացի 4 շաբթի, 3 շաբթի ծնունդներ չէին կանչում, եթե օրինակ լիներ այստեղ Միացյալ Նահանգներում այդ նախագիծը լիներ, հա, Bernard Show-ն այդ առումով կշահեք, որովհետեւ դե 4 շաբթի, 3 շաբթի ծնունդ չեն անում, շաբաթ կիրակի։ Մի հատ վիկենդ էր, հա։ Դե հեշտ կմեր կապ։ Չէ, այնտեղ դե գիտես։ Եվ իհարկե այդ ես նաև ուզում եմ էլի խոսեմ մի էջի մասին Bernard Show-ի, որտեղ նորամուծություններ ձեր կողմից գովազդատուին գովազդել հետաքրքիր մոտեցումներ product placement արտահայտությունը product placement էր, բայց ինքը հումորային ձեր տարբերակով, այսինքն պարզապես հա դրված չէր ինչ որ տվյալ այսպես հովանավորի ինչ որ բանը եւ արտադրանքը եւ վերջ։ Վերջերս հերոստանգերություններից մեկով որպես սցենարիստ պես աշխատում էի sitcom-ի վրա եւ այդ placement-ի առատությունից որոշեցի մի քիչ դժգոհեմ, որպես մեծ մասին շատ ենք placement անում եւ պրոդյուսերներից մեկը ասաց՝ «Իսկ դու ինչ իրավունք ունես դժգոհելու, դուք եք ես»։ Ասացի վերջ։ Ոնց որ մեզ են հիմա մեղադրում, այս ինչի դուք բանը դուք մեր բակում էս ամենը սկսեցիք, բայց մենք բազմիցս ասել ենք սիրելի հեռուստադիտողներ եւ ես անգամ որպես սցենարիստ ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել, որ մենք ցույց ենք տալի մեր բակում այդ կյանքը մեր առօրյան, որpիսի այն մարդը, ով դա այդպեսին է ինքը տեսնի եւ գուցե ամաչի չանի իրական կյանքում։ Սա եղել նպատակը։ Թե հիմա ինչպես եղավ, հետո ոնց եղավ դրա մասին չխոսենք, շատ է խոսվել։ Շատ լավ։ Արմեն ջան, դե Bernard Show-ից հետո արդեն որոշակի առումով ամեն մեկը արդեն առանձնացա, կարծում եմ Մարկոսյանի իր գործունեության պրոդյուսերական դու ավելի այսպես երկար տարիներ արդեն շատ եւ շատ ներկայացումներ, հաջողված ներկայացումներ արդեն լիովին տրամադրել ես այդ գործունեությանը։ Ունեմ հանձնած, այո, 11 թե 12 պիես կամ մոնո ներկայացումներ, այո, որոնք 95%-ով նու կասովի առումով, դրամարկղային առումով եւ ընդհանրապես հաջողված են։ Այո, ես այսպես ասենք դարձա
ռուսերեն ասած բայց նիվիդմով ֆրոնտը անտեսանելի ֆրոնտի աշխատող զինվոր եւ սցենարական աշխատանքով ավելի մասնակցած, չնայած նաեւ պրոդյուսերական նախագծեր երբեմն ունենում եմ։ Եվ այդ ամենի արդյունքն էլ գիրքն էր, որը մեկ անգամ Երևանում այդպես 9 տարի աշխատելուց հետո փորձեցինք տալ։ Ես իհարկե անպայման մեծ սիրո ուզում եմ քեզ նախ շնորհակալություն հայտնել, որ դու նվերը բերել ես ինձ, որովհետև ես մի քանի հատ էսպես ունեի պայուսակում։ Շատ լավ, եւ մենք իհարկե Արմեն ջան քիչ ուշ կխոսենք, կզրուցենք իհարկե մոտակա պլանների մասին, որտեղ դու ասացիր 11-12 ներկայացում, բայց ես կարծում եմ ավելի քան համոզված եմ նոր ներկայացումներ են իհարկե սպասում, թե փակագծերը դու իհարկե կբացես, թե ոչ դու արդեն քիչ ուշ այդ ամենը կներկայացնես։ Հիմա ուզում եմ անցնենք մեր հաղորդման հաջորդ էջին։ Տես, սովորաբար այս էջում, ես լինեմ անկեղծ, եթե երգիչներ են, մենք լսում ենք երգեր, երգը ընդհատվում է եւ շարունակությունը մեկ տարբերակ ճիշտ է, 3 սխալ, հա, այսպես խաղում ենք։ Եթե լինում են դերասաններ, մենք ինչ որ ֆիլմ ենք, հին սովետական հայկական ֆիլմերից հատված ենք դիտում, նույնատիպ ֆիլմերի հետ։ Հիմա ջան, ճիշտն ասած, ես եւ դու այնքան հերո ենք երգից, պետք չի մարդկանց տրամադրությունը փչացնել, այո, եւ երգենք, մարդիկ խաղաղ երեկոն վայելում են իրենց, այո, երեկոն թող հանգիստ։ Մենք նրբանկատ կգտնվենք։ Բայց մենք ունենք անմիջական մասնակցություն երգի բառեր գրելու մեջ, որովհետև բազմիցս գրել ենք հումորային երգեր, կարող է եւ ոչ հումորային, բայց ամեն դեպս այդ փորձը մեծ ունենք։ Դրա համար այդ իսկ առումով որոշեցինք, որ միասին այնուամենայնիվ երգի հատվածներ միասին կլսենք, որովհետև երգի բառեր ենք լսելու։ Եվ միասին կգուշակենք ճիշտ տարբերակները շարունակությունը։ Այսինքն 3 երգի հատված ենք լսում, մենք ուշադրություն առհասարակ չենք դարձնում ովքեր են երգում, որովհետև մորորը մեր ընկերներն են շատ լավ, երգիչները կապ չունեն, երգի բառերին ենք հետևում եւ փորձում ենք շարունակությունը գուշակել։ Ես 4 տարբերակ ասեմ, մեկը ճիշտ, 3 սխալ։ Ես պետք է փորձեմ գուշակել ճիշտ տարբերակ։ Հա, դու պետք է փորձես գուշակել ճիշտը։ Փորձենք ամենայն դեպս։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, հենց այս պահին Արմեն Վարդանյանի հետ միասին անցնում ենք մեր հաղորդման հաջորդ էջին եւ եկեք լսենք առաջին երգի հատվածը։ Խնդրեմ։ Աշխարհում բոլոր մարդիկ ապրեք խաղաղ երջանի, ամեն բացվող լույս առավոտ տվեք նրանց տքպաչի։ Աշխարհի մանուկներին խաղաղություն թող լինի, թող նրանց ապրած կյանքում ոչ մի վատ օր չլինի։ Լոնդոն, Մոսկվա, Երևան, թե Դելհի, հնդիկ հայ թե Լոնդոն, ուզում ես միևս մեկ անգամ մի քիչ բարձր լսենք։ Վերջի հատվածը կամ ընդհանուր։ Հա, եթե կարելի է մի քիչ բարձր կարող ենք լսել, մեկ անգամ եթե կարելի է բարձր լսենք այս հատվածը։ Եվ հիմա տարբերակները ես քեզ կասեմ, խնդրեմ։ Աշխարհում բոլոր մարդիկ ապրեք խաղաղ երջանի, ամեն բացվող լույս առավոտ տվեք նրանց տքպաչի։ Աշխարհի մանուկներին խաղաղություն թող լինի, թող նրանց ապրած կյանքում ոչ մի վատ օր չլինի։ Լոնդոն, Մոսկվա, Երևան, թե Դելհի, հնդիկ հայ թե Լոնդոն, Մոսկվա, Երևան, թե Դելհի, հնդիկ հայ թե ռուսաստանցի, հնդիկ հայ թե ճապոնացի, հնդիկ հայ թե պապարացի եւ հնդիկ հայ թե կայարանցի։ Քանի որ բոլոր երկգրողներն են ցնանում, որ ավելի շատ մասը ավելի շատ մարդիկ լսեն իրանց, հնդիկները կան արդեն, իսկ ռուսաստանցի։ Դե Լոնդոն, Մոսկվա, Երևան, թե Դելհի, հնդիկ հայ թե ռուսաստանցի, թե ճապոնացի, կայարանցի չեն կան, որովհետև կայարանցին է, դե կայարանցի մարդիկ լսում են։ Ճապոնացի, կայարանցի եւ ռուսաստանցի, ճապոնացի, պապարացի, կայարանցի։ Եթե լինենք ավելի մի քիչ լինեմ ավելի անկեղծ, երևի երկու տարբերակից մեկը պետք է ընտրենք, հա, որովհետև դե պապարացին, հա, դժվար։ Հա, պապարացին դե հիմա ինչ պապարացին։ Լավ, եկեք sense տարբերակ ասեմ, ճապոնացի, երևի հումորը փորձ, հումորային տարբերակ է։ Բայց դու ասացի ռուսաստանցի քիչ առաջ։ Ես ասացի ռուսաստանցի տրամաբանությամբ, իսկ նենց եթե կատակով, եթե ուզում ա երկի մեջ կատակային լինի ճապոնացի, բայց հակված եմ ռուսաստանցում, չնայած Մոսկվան շեշտել է վերևը։ Ես ուզում եմ
իհարկե Արմեն ջան ասել, որ դեռ 3 տարբերակ ունենք։ Միշտ մեր հյուրերին ասում են, որ առաջին տարբերակը այդ անգամ սխալվենք, մենք հələ 2 տարբերակ ունենք, այսինքն Ոչինչ, աշխարհի վերջը։ Որն ես որոշեցին։ Ռուսաստան։ Ռուսաստանցի, շատ լավ։ Ռուսաստանցին ընտրեց Արմենը, այսինքն Լոնդոն, Մոսկվա, Երևան, թե Դելհի, հնդիկ հայ, թե ռուսաստանցի։ Այս տարբերակը ընտրեց Արմենը, ճիշտ է դա թե ոչ, մենք լսենք եւ անցնենք երկրորդ երգի հատվածին։ Խնդրեմ։ Աշխարհի մանուկներին խաղաղություն թող լինի, թող նրանց ապրած կյանքում ոչ մի վատ օր չլինի։ Լոնդոն, Մոսկվա, Երևան, թե Դելհի, հնդիկ հայ, թե ճապոնացի։ Այո, ասի հումորի բանով ճապոնացին է, եթե ապտը շատ է Ռուսաստանց։ Այ Սենսեյ։ Արիգատո։ Առայժմ մի փոքրիկ հետ ենք, այն առումով որ մի փոքրիկ դեռ պարտվում ենք, բայց դեռ 1-0 է, հələ 2 երգ ունենք, եւ հիմա միասին շատ ուշադիր լսում ենք երկրորդ երգի հատվածը, խնդրեմ։ Երբ սիրո խոստում տվեցիր այժմ հասկացա, որ միակ ես իմ կյանքում, որին շատ է երազում, պատահական հանդիպեցինք, սիրեցինք պատահական, միակ կյանքիս երազանք ես դարձար իրական, ախ ինչպես էր որ գտար ինձ ու ինչպես գտա ես քեզ, այս աշխարհում հանդիպեցին երկու ես, Սիրիր այնքան շատ, հիմա սարունակությունը։ Սիրիր այնքան շատ, որ քո սիրուց խենթանամ։ Սիրիր այնքան շատ, որ ամեն ինչ մոռանամ։ Սիրիր այնքան շատ, որ պարտքերդ մոռանամ։ Եվ սիրիր այնքան շատ, որ ասեմ վայ քորանամ։ Իսկ կա տարբերակ սիրիր այնքան շատ, որքան Եգիպտոսում կա փշատ, ասեն, չկա այդ տարբերակը։ Սիրիր այնքան շատ, որ ինձ տանես արտաշատ։ Չկա այդ տարբերակը։ Լավ, որ խնդրեմ մի անգամ եւս։ Ուրեմն որ քո սիրուց խենթանամ, որ ամեն ինչ մոռանամ։ Առաջինն է, այս որ քո սիրուց խենթանամ։ Որ քո սիրուց խենթանամ։ Այսինքն որ ասեմ վայ քոր, սիրիր այնքան շատ, որ ասեմ վայ քորանամ, բայց ինչ արել հետը։ Էս երևի ուզում է խենթանա այնուամենայնիվ այդ աղջկաց, որ նախորդ երգի նման գնա Ճապոնիա։ Որ քո սիրուց խենթանամ, մի խոսքով այս տարբերակը, թող պարտվենք ես, օրին եմ։ Ես չեմ ուզում դու պարտվես։ Ես չեմ ուզում ինքերը պարտվի, բայց որ քո սիրուց խենթանամ ես ընտրում։ Ախր ես չգիտեմ ճիշտ։ Հա, դե հիմա որ քո սիրուց խենթանամ, այդ ենք որ։ Այո, այդ տարբերակը, որ քո սիրուց խենթանամ։ Սիրիր այնքան շատ, որ քո սիրուց խենթանամ։ Այս տարբերակը։ ախ ինչպես էր որ գտար ինձ ու ինչպես գտա ես քեզ, այս աշխարհում հանդիպեցին երկու ես, սիրիր այնքան շատ, որ քո սիրուց խենթանամ։ Այո, քո սիրուց խենթանամ։ Բրավո։ Սենսեյ ներեց մեզ այն առաջ անգամ ճապոնացիներից հետ միավոր հետ վերցեցին։ Եվ այսպես 1-1 եւ Արմեն ջան, հիմա փաստորեն 1-1 եւ միասին մենք անցնում ենք եզրափակիչ երրորդ երգին։ Օ, ֆինալն է։ Այո, եզրափակիչն է եւ հիմա պետք է փորձենք հաղթել։ Պատրաստ ենք։ Այո։ Լրջացանք, լուրջ, ճապոնիան դնում ենք մի կողմ, Սիրիլը դնում ենք մի կողմ, Քորանալ առավել եւս եւ լսում ենք երրորդ երգի հատվածը։ Կուզիողի կուզի գինի բոլորի մոտ պատիվ ունես կուզի լիգյոր ու մարդնինի սոված մարդու ճարը դունես ընկերներով անշարի գինոց ընկնին շլուսաբաց նորից ամոնատ հիշիկ սեղանին բան չմամաց ընկերներս եկան մեր տուն չիմացա ինչուր ասիր է որոշեցի ես այս անգամ ընկերներս եկան չգիտեի ինչ հյուրասիր, որոշեցի ես այս անգամ շատ X-ը էլի, շատ X-ը, բայց իսկական եզրափակչի հարց է։ Այո, որոշեցի ես այս անգամ համով խորոված սարքեմ, 1։ Որոշեցի ես այս անգամ հաց ու պանդրով քեֆ անեմ, որոշեցի ես այս անգամ ընկերներիս սոված պահեմ, եւ 4-րդը որոշեցի ես այս անգամ մի հատ պիցա պատվիրեմ։
Իսկ չկա տարբերակ, որոշեցի ես այս անգամ տան դուռը չբացեմ։ Դե սովածն այլ Հա, սովածն, որոշեցի ես այս անգամ։ Համով խորոված սարքեմ 1, հաց ու պանդրով քեֆ անեմ 2, ընկերներից սոված պայեմ 3 եւ մի հատ պիցա պատվիրեմ 4։ Պիցա, որտեվ ինձ թվում է սրա կրկներքն է պիցա։ Թե չէ, չգիտեմ։ Դե որ արդեն Դե միմիավոր հիմա տես, եթե ընկերները տուն գան պիցա, թե կարող է համով խորոված սարքի։ Կամ հաց ու պանդրով, հաց, պանիր, կանաչեն։ Դե մեր հայկական կանաչին լավն է համով։ Սովորաբար ինչ ենք մենք գնում, որ Հայաստան են գնում, ինչ ենք առաջին ուտում, հաց, պանիր, կանաչի։ Այո։ Այդ տենց ընդունված է։ Լավաշ։ Որտեվ ընդեղ ամեն ինչ հենց է թանկացել, որ հենց հաց պանիր կանաչել։ Հա, արդեն նույն համարյա գներն է, չէ՞։ Արի գիտակցաբար ես գնամ պարտության եւ պիցան ընտրեմ։ Այո, բայց ինչու կարող է եւ պիցա։ Չէ, ես ոնց որ ասում եմ, ես ճապոնացու տարբերակը այնուամենայնիվ ասել էի որպես հումորային տարբերակ, բայց հետո այո, իմ ցանկությամբ գնացի այն մյուս վերսիային, բայց հիմա պիցային։ Որոշ գիտես ինչ, որովհետեւ ես այս անգամ այնց է որ իրանց ընկերախմբով խորովածով շատ քեֆ արած կլինեն։ Որոշեցի ես այս անգամ ինչն է տարբերությունը, որպես տարբերություն, բայց պատկերացրու, ես օրինակ մի դեպք հիշեցի, ուրեմն իդեպ դա իրականում դեպք է, երիտասարդ ենք դպրոցական տարիքում եւ այսպես ընկերներով զբոսնում ենք ու սոված ենք։ Դե սոված ենք, փող չունենք գրպաններս, ինչ անենք, բայց գնանք հիմա անունները չտամ, այս մեր դասարանցու տուն։ Մեր դասարանցին է մոտիկ էր ապրում։ Իսկ լավ էր ապրում, բացի այն որ մոտիկ էր։ Հա, նորմալ էր։ Դե նորմալ էր ապրում, դե լսի, դե տուներ ոնց էլ տուն ուտելու բան կլիներ։ Վերջը գնացինք ընկերներով, այդ մեր ընկերոջ տուն դասարանցի։ Գնացինք իրենց տուն։ Հիմա գնացինք, նստեցինք, նստել ենք, խոսում ենք, կես ժամ ու կես, ոչ մեկ չի հյուրասիրում, ինքն էր մենակ այդ տղան տանը, ոչ մեկ չի հյուրասիրում, հասկացանք, որ ժամ ու կեսից հետո մեզ ոչ մեկ չի հյուրասիրելու, ասենք դե լավ, մենք գնանք, եւ արդեն գնում ենք դրան մոտ, մեկ էլ էս մեր ընկեր ասում ա, բայց կարող մի բան ուտենք նորանք։ Հա, միանգամից հա, չէ։ Հիմա ջան, հիմա հավաքվել են ընկերներով եւ չգիտի ինչ հյուրասիրի։ Հա։ Չգիտի ինչ հյուրասիրելի պիցան օրդեր այնուամենայնիվ։ Ես արի գնանք դեպի պարտություն պիցա։ Շատ լավ։ Ես իհարկե շատ եմ ուզում իհարկե Արմեն աղթի, բայց չգիտեմ ճիշտ է դա թե ոչ։ Մի հատ պիցա պատվիրեմ այս տարբերակը ընտրեց Արմենը, լսենք տարբերակը ճիշտ եւ անցնենք առաջ։ Խնդրեմ։ Ընկերներս եկան մեր տուն, չիմացա ինչու հյուրասիր է, որոշեցի ես այս անգամ մեկ հատ պիցա պատվիրեմ։ Այո, պիցա պատվիրեմ, այո։ Բրավո։ Անջան, հաղթեցինք։ Այո։ Այսպես պիցան հաղթեց։ Պիցան հաղթեց խորովածին։ Պիցան հաղթեց խորովածին, որովհետև պիցան շատ արագ է լինում, իսկ խորովածը մինչև մի հատ խորովածի վրա մինչև խորովածը անելուց մի հատ ուտես բան։ Դու միջև լինում այդ հոտը արդեն քեզ սպանում է, որ սոված ես հոտը։ Հա, որ արդեն դեպ խորովածի վրա, որ արդեն խորոված է սարքում եւ այդ մի հատ կտոր այդ սարքած ուտում ես մի արդեն դրանից հետո ոնց որ էլ չի ուտում խորովածը։ Պիցա։ Այո։ Եվ իհարկե արի, բայց առանձնատուկ ուշադրություն դարձնենք այն խորովածի տակի լավաշին, որովհետեւ խորովածի տակի լավաշը դա խորովածի համն ու հոտն է։ Խորովածի տակի լավաշը ինձ թվում է դա աշխարհի 8-րդ հրաշալիքն է, այո։ Ինքը գիտես ինչ, ամենաչանտեսված, ամենաառհամարված ուտեստն է, որը շատ մեծ աշխատանք է տանում մեր կյանքում։ Ու ինքը գիտես այն ուտեստներից է, որ անկախ ամեն ինչից ինքը նաև պատրաստ է մեզ կերակրել եւ հաջորդ օրը։ Մարդիկ, որտեղ էլ որ դուք լինեք, եթե կա խորոված, խնդրում եմ, ուշադրություն դարձեք խորովածի տակի լավաշին, վերցրեք նրան, փայփայեք, ասեք ես սիրում եմ քեզ, ապրես որ դու կաս, դու փրկում ես ինձ յուղոտ մսից։ Խորովածի տակի լավաշ, ձեռք բերեք բոլորդ։ Զանգահարեք, հենց հիմա։ Եվ Արմեն ջան, հիմա արի մի քիչ խոսենք, այդ փաստորեն մենք անդրադառնանք ինչ մոտակա պլանների մասին, որովհետև արդեն խոսեցիր, որ ներկայացումներ 11-12 մոտ ներկայացումներ, ինչ է սպասվում։ Կար փակագծեր բացում ենք որոշակի առումով, նախագծեր կան։ Հիմա հիմնական էներգիաս, որ ասում եմ, ծախսում եմ Ռաֆայել Երանոսյանի վրա, որտեղ
Ռաֆոն շատ ունիվերսալ դերասան է եւ պահանջված է եւ սկեչերում եւ չգիտեմ սիտկոմներում եւ իհարկե բեմի վրա հիմնական իմ աշխատանքը նրա մոնո ներկայացումներն են եւ արդեն վերադառնալուց հետո պետք է Ռաֆիկ ներողություն, քանի ներկայացում եք միասին արել։ Երրորդը արդեն Փահլևանը երրորդն է։ Փահլևանը արդեն այո։ Եվ արդեն վերադառնալուց հետո մենք պետք է ձեռնամուխ լինենք հաջորդ նրա ներկայացման, այսպես ու հիմնական ուղղվածությունը այդպես գծելու վրա նոր որից հետո պետք է անցնենք այդ նոր աշխատանքներին կան պիեսի առումով որպես այս պահին ես չեմ կարող ներգրավել որովհետև ես հիմա փորձում եմ նաև մի անգամ Երևանում գրքի աուդիո տարբերակը փորձել, այո, որտեղ կա պահանջում են մարդիկ, հիմա բոլորը ժամանակ չեն ունենում կարդան։ Լսեն, այո։ Բայց տրաֆիկների մեջ աշխատանքի վարեմ քննելուց առաջ լսելը շատ կցանկանայի, որ կարդան կարդալով է դա ընկալվում ճիշտ է, բայց եթե դա էլ է աշխատանք, առայժմ այս երկու լուրջ կոպիտ ասած նախագիծ։ Դե դա արդեն շատ լուրջ է, ես իդեպ կարդալու հետ քեզ հետ համամիտ եմ, որովհետև մենք հենց գիրք կարդացած ենք, հա, եւ որքան է հավատացեք այսօր կարող է դուք ինտերնետով համակարգչով կարդում եք, դա անհնար է համեմատել այդ գրքի հետ, գրքի նոր գրքի տպագրված հոտի։ Բացի այդ, սիրելի երիտասարդներ, եթե դուք ենթադրենք համակարգչով կարդում եք, եթե դուք գիրքն եք կարդում, ասենք, չեք կարող միամիտ գրքի մեջից փող գտնել ինտերնետային գրքի մեջ, իսկ ես գրքի մեջից կարող եք, այնպես որ սյուրպրիզներ լինում են, մենք բազմիցս գտել ենք այդ փողը, սիրելի ծնողներ, գրքերի մեջ փող դրեք, երիտասարդները միգուցե կարդալով երիտասարդները կարդալ, այո, ինչու ոչ։ Իսկ Արմեն ջան, մի հարց եւս, Ռաֆոյի հետ առհասարակ դու որ գրում ես այս սցենարները, այսինքն այդ ներկայացումները մոնո դու գրում տալիս թե այնուամենայնիվ Չէ, դա ավելի շատ նախ մոնո ներկայացումն է, որ անմիջապես սցենարիստը հանդասանում տվյալ մոնո ներկայացումը խաղացող դերասանը, որտեղ նրա մեջով պետք է անցնի ամեն ինչ։ Բացի այդ ես միայնակ չեմ գրում, արդեն միայնակ չեմ գրում, որովհետև իմ ընկերները Գևորգի Գարիկի հետ երիտասարդ ընկերներիս հետ եմ աշխատում եւ այո, սցենարիստները անում են իրենց գործը, բայց դա պետք է անընդհատ նույն Զարա Սահակյանն որ գրում էի, նույն Զարայի հետ պետք է Զարայի համար պետք է գրվի, էլի, այո, իհարկե Սետրակ Գոջամանյանի օգնությամբ որպես ռեժիսոր, բայց մոնո ներկայացումը դա այդ կապրիզն ունի, հենց կոնկրետ դերասանի մեջ պետք է հավաքել ամեն ինչ, բոլոր պատմությունը։ Դրա համար անմիջապես պետք է մասնակից լինի, ուրիշ տարբերակ չկա։ Շատ լավ։ Դե ամենայն դեպս Ռաֆո իհարկե նոր մոնո ներկայացում կլինի, իսկ աուդիո տարբերակ իհարկե շատ լավ գաղափար է եւ կարծում եմ անպայման որքան էլ այո, բայց դու շատ ճիշտ ես, ավելի լավ այնուամենայնիվ գիրքը կարդալ, բայց իսկապես շատ որովհետեւ գիտեք, այո, կարդալով միևնույն է այն ընկալվում է մի այլ կերպ եւ անհնար է լսելով դու կարող ես լավ է լսել իհարկե ես բան չունեմ ասելու բայց երբ որ կարդում ես դու առողջովի մեջն ես երբ որ դու կարդում ես մարդը ինքն է իր ձայնով է բեմադրում այդ ամեն ինչը հերոսին իր պատկերացումը նույնիսկ եթե տաղանդավոր դերասան կարդում է այս գիրքը արդեն նրա ձայնը նրա քեզ ուրիշ բան է ֆիլմը ընդհանրապես ռեժիսորի կոպիտ ասած մտքի կապրիզի մեջ է ընկնում դրա համար այն սցենարիստները ովքեր կարդացած են ովքեր գիրք են կարդացել նրանց մոտ նրանք ունեն այդ առավելությունը համացանցիցներից բայց նրանք էլ ունեն ուրիշ առավելություն նրանք ավելի շատ են տեղյակ աշխարհում ինչա կատարվում իսկ այս սցենարիստը որ եւ գիրք է կարդացել եւ համացանցից էլ է տեղյակ նա ուղակի անպարտելի է հարգելի հեռուստադիտողներ շատ լավ take 5 Gershwin շնորհակալություն Արմեն ջան եւ մեր հաղորդման ավարտին մի փոքրիկ խնդրանք Գիտես, սովորաբար միշտ մեր հյուրերին մի փոքրիկ խնդրանքով, մի փոքրիկ անակնկալ ենք ուզում մեր հյուրերից եւ բնականաբար երկիշներին իհարկե փորձում ենք երկել հիմա մի քեզ խնդրելու ենք շատ, եթե դեմ չես իհարկե, այս քո հրաշալի գրքից մի փոքրիկ հատված մի ընթերցես, եթե դեմ չես լինի, լավ։ Դեմ չեմ հաճույքով
Ես ուղղակի հիմա շնորհակալություն այդպեսի առաջարկը, խնդրեմ շարունակ, ես ընդհատեցի։ Չէ, ես կես լսեմ, ես միջև դուք պատրաստվես։ Ես հիմա կկարդամ ավելի շատ այն նկարագրությունների պահի, որ 90-ականներն էր նկարագրվում, բակայատ, բայց այստեղ եւ հումոր կա, եւ 90-ականների փողոց կա, այն ժամանակվա փողոցային կանոններով հարգելի հեռուստատողներ, այնպես որ շատ տարբեր ուղղություններ կա, բայց ես Արմեն ջան, դե ես խնդրում եմ դու պատրաստվի գտես այդ տեղը, ինչ սիրելի հեռուստադիտողներ Արմենը այս հրաշալի տողերը կկարդա իր գրքից, ես եւս մեկ անգամ ուզում եմ նշել մեր գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center-ը, կազմակերպություն, որ օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն, օգնում է այդ մարդկանց վերադարձնում լիարժեք կյանքի։ Եթե կա խնդիր, եթե ունեք պրոբլեմ եւ ուզում եք ձերբազատվել, 911 Detox Center կազմակերպությունը ձեզ համար է։ Հեռախոսահամար 409 9000 Armenian Evening նախագծի հովանավորն է Lido Pound Resort and Spa հյուրանոցային համալիրը։ Հրաշալի վայր, որտեղ շատ հաճելի ժամանակ կարող եք անցկացնել լողավազաններ հանքային տաք ջրով։ Կարծում եմ սա մի վայր է, որտեղ պետք է անպայման լինել։ Մնացած իհարկե հարմարավետության մասին չեմ ուզում խոսել, հարմարավետ սպասարկում, բարձրակարգ սպասարկում, շատ մատչելի, մի խոսքով Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիր զանգարեք հենց հիմա, որպեսզի անպայման հայտնվեք այդ դրախտում։ Հեռախոսահամարն է 760 329 60 33։ Շնորհակալություն մեր գործընկերներին։ Արմեն ջան, եւ արի հիմա մտովի պատկերացնենք 90-ականներում ենք։ Մրցեցի 90-ականներ, ես խնդրեմ մի փոքրիկ, եթե կարող ենք ֆոնային երաժշտություն, հա, հիմա, լսենք պատկերացնենք, որ 90-ականներ ենք, խնդրեմ երաժշտությունը նաեւ հնչի մեր եթերում եւ ահա պատկերացնենք մենք 90-ականներում ենք տկ Ավիքի չես թեմա, այդ մի քիչ ուրիշ է, բայց կար էսպիսի կտել։ Ես ուզում ես առանց երաժշտություն։ Ահա, երևի իջացնենք, որտեղ Արի, ես կա, այդ դեպքում երաժշտություն 90-ականներում ենք առանց երաժշտություն։ Այս երաժշտությունը համունչ կտորել կար, բայց ես նախատեսել էի ուրիշ, բայց ոչինչ։ Շատ լավ։ Ահա, խնդրեմ։ Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտների հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող Երևանյան ցուրտ ձմեռային առավոտ։ Օդի ջերմաստիճանը արդեն երրորդ օրն էր չէր բարձրանում -25-ից։ 93-ի ձմեռը, մութ ու ցուրտ տարիների ամենադաժան ձմեռն էր ու ճակատագրի հեգնանքով ամենացուրտը։ Եվ այս մղձավանջը սկսել էր դեռևս 1991 թվականի ամռանից, երբ Հայաստան դադարեց մուտք գործել բնական գազը։ Այդ ժամանակ շատերին թվում էր, թե դա ժամանակավոր է, բայց ոչ։ Արդեն 92-ից սկսեցին հոսանքի հովհարային անջատումները։ Հայաստան դադարել էր ներմուծվել գրեթե ամեն ինչ։ Սակայն կյանքը շարունակվում էր։ Շարունակվում էր, որովհետև առավոտ էր, իսկ առավոտը այդ օրերին յուրաքանչյուր երևանցու համար նոր օրվա, նոր հույսի եւ վերջապես լույսի, բնական լույսի անսպառ աղբյուր էր, որից այդպես էլ չկարողացան զրկել հային։ Վառարաններից, շենքերի պատուհաններից դուրս եկող խողովակներից սկսեց ծուխ դուրս գալ։ Այն տնային տնտեսուհիները, որոնք գիշերվա ժամը 3-ից 4 ընկած ժամանակահատվածում չէին հասցրել օգտվել հոսանքի ժլատ ներկայությունից, ավելի վաղ արթնացան եւ սկսեցին վառարանի հետ ամենօրյա մենամարտը։ Առավոտյան հիմնականում երեխաներին արգելում էին անկողնուց միանգամից վեր կենալ, քանի դեռ բնակարանը ինչ որ կերպ չէր տաքացել։ Շատերը քնելուց առաջ տաք ջրով լի շշեր էին տեղադրում անկողնու մեջ, որպեսզի կարողանային պառկել։ Վառարանից արձակվող ծխի որակից կարելի էր պատկերացում կազմել տվյալ ընտանիքի սոցիալական վիճակի մասին, չնայած ընդհանուր առմամբ բոլորն էլ մի տնից չէին, բայց մի հալի էին։ Եթե խողովակից սովորական ծուխ էր դուրս գալիս, նշանակում այդ ընտանիքը կարողացել էր փայտի հարց լուծել։ Իսկ այն բնակարանները, որոնց վառարանի խողովակներից անհասկանալի մուգ գույնի ծուխ էր դուրս գալիս զուգորդված տհաճ հոտերով, փայտի հնարավորություն չունեին եւ վառում էին գրեթե ամեն ինչ, կոշիկներից եւ անվադողերից սկսած մինչեւ տաքանային։ Կային բնակարաններ, որոնցից առհասարակ ծուխ դուրս չէր գալիս։ Քաղաքի կենտրոնն աշխուժացնում էին ժամանակ առ ժամանակ բոցկլտացող կրակոտ միտինգները, որոնք նորություն էին քաղաքում։ Միտինգ։ Հետագա բոլոր տարիներին հանրահավաք աննստացած խրոնիկ հաճախ կրկնվող երևույթ, որը նման է ժողովրդին տաքացնելու համար նախատեսված դեկորատիվ խարույկի, սակայն ցավոք միշտ չէ որ հասկացվում էր, թե ով է խարույկի պատվիրատուն, փայտը ում ձեռքով է նետվում կրակի մեջ, առհասարակ ում է պատկանում կպչանը եւ ում ձեռքերով է մարելու այդ կրակը,
եթե ծուխը հանկարծ խարույկի տիրոջ նախատեսած ուղությամբ չշարժվի։ Մի անգամ Երևանում ձեռք բերեք։ Ես տեսակ փշաքաղվեցի այդ 90-ականներ, Արմեն ջան, բրավո։ Եվ շատ է ուղղակի, բայց այս ամենը չէ սյուժե, պատմություն կա, սեր, փողոց եւ այլն։ Մի անգամ մեր հարազատ, մեր սիրելի Երևանում անպայման իրոք այս գիրքը ես կընթերցեմ եւ կարծում եմ մեր հեռուստադիտողները անպայման կսպասեն այն հնարավորությանը, որ իրենք նույնպես ունենան։ Այո, որովհետեւ շատ են հարցնում Ամերիկայի Միացյալ Նահանգներից, պետք է լինի։ Շատ լավ։ Արմեն ջան, շնորհակալ եմ անչափ հրավերքս չմերժելու համար, հրաշալի հաճելի երեկոյի համար եւ իհարկե մաղթում եմ նորանոր հաջողություններ քեզ, որովհետեւ շատ տաղանդավոր, շատ լավ մարդ, պրոֆեսիոնալ իր գործում եւ կարծում եմ դեռ ամեն ինչ շատ եւ շատ նորություններ Արմեն ջան, շնորհակալություն հրավերքի համար։ Ես ուրախ եմ, որ քեզ տեսնում եմ աշխատելիս եւ ուրիշ ձև չկա։ Մենք հին ոսկոր ենք, շատ բան ենք տեսել եւ բրավո, որ դու քո ոճի մեջ ես, տարիներ անցնում են, բայց դու ոճը չես փոխում, իսկ դա շատ կարեւոր է։ Եվ ուրախ եմ, որ հանդիպեցինք ոչ թե Ամերիկայում կամ ինչ-որ խորովածի շուրջ, այլ եթերում։ Շնորհակալություն, բարի եթեր, շնորհակալություն Արմեն ջան, շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, կհանդիպենք արդեն հաջորդ 5 շաբթի ժամը 22:30 AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում առողջ եղեք։ Մենք շատ արագ կրկին կհանդիպենք։ Նախագծի հովանավոր 911 Detox Center